Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարժանանա Զայեդ մրցանակին, ի նշանավորում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Մարդկային եղբայրության Զայեդ մրցանակն այսօր հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին։ Զայեդ մրցանակին կարժանանա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մրցանակային հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանացրել է բարձր գնահատանքի, որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական և հետևողական ուղի։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը ուղղված խաղաղության հաստատման ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետին կհանձնվի փետրվարին Աբու Դաբիում։ Մրցանակակիրներին ընտրել է անկախ համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովը, որի կազմում երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներ ու փորձագետներ են։ Նրանց թվում են Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթը, Սուրբ Աթոռի մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու Զայեդ մրցանակի գլխավոր քարտուղարը։ Զայեդ մրցանակը ստեղծվել է 2019-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսը և Ալ-Ազհարի մեծ իմամը ստորագրել են մարդկային եղբայրության փաստաթուղթը։ Մրցանակի հիմնադրումից հետո այն ճանաչել է 16 մրցանակակրի 15 երկրից, այդ թվում Ֆրանցիսկոս Պապը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և այլք։ Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների, անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։ Ի դեպ, մարդկային եղբայրության մրցանակը այս տարի ստացել է ռեկորդային թվով ավելի քան 350 թեկնածություն՝ շուրջ 75 երկրից։ Էմմա Վարդանյան, լուրեր։